Խնդրեմ օրիորդ։ Ինչի մասին ներողություն։ Մկրտության, սիրո։ Գիտենք, որ օրականը դրա ճիշտ ժամանակահատվածն է մկրտվելու համար նախ ինչու, երկրորդ հարցը ինչու, եւ երկրորդ հարցը ինչպես դեմ քրիստոնեությունը ազատ կամք ունենալու հիմքերի վրա չէ դրված, ինչու որ, այսինքն երբ մարդ չունի վերընտրության հնարավորություն, չի կարող ընտրել իրեն հարմարը Հրաշալի։ Հրյաները գիտեք մկրտության խնդիր չունեն, ունեն թլպատության խնդիր։ Եվ իրենց մոտ օրենքով 8-րդ օրը տղան, տղա երեխաներն են թլպատում միայն, պետք է անպայման թլպատվի, 8-րդ օրը։ Եվ քանի որ Հիսուսին 8 օր հետո տարան թլպատելու, քրիստոնեությունն էլ ավետարանից վերցնելով, ասեց ուրեմն երեխան 8 օր հետո պետք է գնա մկրտվելու։ Ինչ էր մկրտությունը։ Շատերը կան, հատկապես բողոքական, աղանդավորական շարժումների մեջ, ասում են պետք է երեխան չափահաս լինի, որ ինքը հասկանա, թե ինչ է կատարում։ Լավ, 30 տարեկանում կնքվել, չափահաս հասկացա, 32 տարեկանում մեղքեր է գործում։ Անժելա Սարգսյան։ Օրինակի հաց։ Խնդրեմ։ Որովհետև նա խաղում է այնտեղ, ով ֆինանսավորել է այդ խաղը։ Հասկանալի է։ Ուրեմն, իմաստը որտեղ է, քանի տարեկանում ես մկրտվել, բայց մինչև 30 տարեկան չմկրտվեց։ Մահացավ 15 տարեկանին։ Ինչ պիտի լինի, երբ Քրիստոս ասում էր, եթե դու կրկին անգամ ջրով եւ հոգով չես մկրտվել, չես կարող չես ծնվել, չես կարող երկնքի արքայության արժանանալ։ Ուրեմն սա նշանակում է մենք երեխային զրկեցինք երկնքի արքայություն մտնելու։ Անգամ երբ որ մարդիկ մահանում են հենց վերջին վայրկյանի, երբ դեռ շուրջը չեն վերջին փչել, հա իրանք մկրտություն են անում, որ կարողանան արժանանալ երկնային արքայության։ Բայց ինչու երբ որ կարող ես նորմալ մկրտել։ Այդ պատճառով դու ունես կնքահայրի հասկացողություն, որը ստանձնում է հոգևոր ծնողի կերպարը, որ եթե հանկարծ մարմնական, ֆիզիկականը, հայրը, մայրը չկարողանա զբաղվել այդ խնդիրով, կնքահայրը զբաղվի այդ դաստիարակությամբ։ Ուրիշ 70-ական այդ կոմունիստական ժամանակաշրջանում ամեն ինչը շահի վրա է հիմնված, օրինակ ՕԲԽԶ-ի ղեկավարին դարձնում էին կնքահայր, որ օգտվեին, կամ սիրեկանը սիրուհուն հետ միասին ավելի հեշտությամբ հանդիպելու համար դարձնում էին քավոր-քավորակին, կամ նման խայտարակություններ։ Ներողություն։ Կնքահայր հասկացությունը մեզանով տեղադրված չի մի փոքր որգույն է։ Դրա մասին եմ խոսում։ Դա եմ ասում։ Աբսուրդ է, սիրուհինը դառնում է սանամայր, սիրեկանը կնքահայր, որպեսզի հեշտությամբ կարողանան հանդիպել հանկարծ որևէ մեկը ճաշի այսինչը։ Տեսնում եք, այլասերվածություն է սա։ Ուրեմն ճիշտ դրա համար եմ ասում, որ պետք է որ մկրտությունը բաժի ավանդական կերպարը։ Ոչ մի հրյա այսօր չի ասում, ինչու 8 օրեկանում թլպատենք։ Կարող է 20 տարեկանում թլպատենք։ Տեսնում եք, մեր պարագային այնտեղ կարևոր խնդիր կա, առաջին մեկ վայրկյանից դու դառնում ես քրիստոնեական եկեղեցու անդամը եւ որպես այդպիսին պարտականություններ ես ստանում, որոնք են այդ պարտականությունը, այն ինչ որ կնքահայրը քեզ պիտի փոխանցի, որն է դա, ու հավատքդ, իսկ հավատքի մեջ ամբողջ համակարգն է, սիրո գիտակցությունը, արժևորումը քո դիմացի նկատմամբ եւ հույսը քո մեջ մերցնել պեսիմիզմը, որ դու միշտ լինես լավատես, երբեք հիասթափություն չապրես կյանքում, տեսնում ես ուրեմն ինչ կարևոր խնդիրներ կան։ Ուրեմն վերջերս մասնավորապես 1-2 տարի առաջ չափազանց արտիական է աշխարհի վերջի հասկացությունը։ Իսկ ուզում եմ ձեր կարծիք իմանալ, այդ համասեռամոլությունը եւ մնացյալ մոլորյալ ուղիները չեն կարող հանգեցնել մարդկության ոչնչացման։ Կարող են հանգեցնել։ Մարդուն ոչնչացնելով չի որ ոչնչացնում ես։ Մարդուն բարոյա լքելով վեր ես ատվում ոչնչացված էակի։
Այսինքն մարդ կա, որ մահացած է, որ ասես մահացած է։ Մարդ էլ կա, որ կենդանի մահացած է։ Երբ որ մարդու մեջ ապրելու գաղափարն ես մերցնում, նա արդեն դառնում է կենդանի դիակ։ Այդ մայաների օրացույցի համաձայն 12 թվականի դեկտեմբեր 12-ին պիտի լինի աշխարհի գործանումը եւ բոլորը խեղճերը գնացին ինչեր ասես չառան ամբողջ ամերիկյան խանութների ամեն ինչը դատարկեցին եւ տեսան ոչ ոք չդատարկվեց ինչու սա կոչվում է մանիպուլյացիա երբ որ օգտագործում էին քո գիտակցությանդ վրա իսկ ամեն անգամ այն նման բացասական երևույթներով քո մեջ մերցում են քո անձնական եսը դու դադարում ես դու լինելուց դու սկսում ես մտածել այնպես ինչպես ուրիշներն են ուզում որ դու մտածես մենք այսօր դժբախտաբար այդ կերպ ենք ապրում չենք ապրում այնպես ինչպես ես եմ մտածում այլ ապրում եմ ինչպես ինչ կասեն հարևանները ինչ կասեն աղբեր տղեկը ինչ կասեն աղջիկները պատկերացնում եք Մարսել երբ պաշտոնավարում էի դպրոցներում Աստված մի արասցե, եթե տղատ գնար հագուստ հագած առանց ֆիրմայի նշանի, մյուսները քեզ հետ չէին հարաբերում։ Գործի տեղում օֆիսներում Աստված մի արասցե, եթե նույն հագուստը երկու անգամ հագնեիր, վրատ կծիծաղեի։ Իսկ սա նշանակում է քո ամբողջ ուղեղի կենտրոնացումը ինչի վրա է դնում։ Զրոյական արժեքի վրա։ Հասկանում եք, ուրեմն քո կերպարը պիտի ունենաս, քո դեմքը պիտի ունենաս, սա են մեզանից խլում, ամենավտանգավոր բանը։ Եվ դրա համար մենք պիտի կարողանանք ստապ եւ արթուն լինել։ Ով ինչ ասում եմ, պիտի մտածես, ոչ թե լսես ինչ ասեց, ոչ։ Ինչ ասեց եւ ինչու ասեց ամենակարևորը։ Պիտի իմանաս սա։ Ինչու այս բանը ասեց։ Որովհետև յուրաքանչյուր խոսք իր նպատակ ունի։ Ձեզ մի օրինակ բերեմ։ Սրանից 1-2 տարի առաջ էր։ Գերմանական մի ֆիլմի ռեժիսորի դատի տվեցին։ Գիտեք ինչու։ Որովհետև ասում է ամբողջ 1.5 ժամանոց ֆիլմի մեջ քո հերոսուհին 64 անգամ ծխախոտով է նկարվել։ Ուրեմն դու ծխելու ռեկլամ ես անում։ Տեսնում եք, յուրաքանչյուր ինչ որ կատարվում է այնտեղ, հենց այնպես չի կատարվում։ Կատարվում է հատուկ նպատակով, հատուկ ծրագրով, որովհետև դրա մեջ ինքը քեզ ասելիք ունի։ Նույն ֆիլմերը, մուլտերը, անգամ ինչ-որ կոդեր ունեն։ Միայն կոդերը չէ, 25-րդ կադրը թողնել դրնեք կողմ։ Այնտեղ երբ որ օրինակ տեսնում ես ատրճանակը հանեց ուսեց մոտիկից, ցույց է տալիս ատրճանակը։ Սա ատրճանակի ռեկլամն է արդեն։ Զենքը հանեց, զենքը մոտեցնում ասեն դու։ Զենքի ռեկլամն է անում դա արդեն։ Մեքենաները գնում են խփում, ջարդում եւ այլն։ Մեքենայի ռեկլամն է անում։ Գարեջուրս են բացել, բաց միան ձայներում խմեց սարը, դեպի վերգուտ եւ այլն։ Գարեջուրը ռեկլամն է անում։ Պետք է հասկանանք սա այս բողը, որ կյանքում հենց այնպես ոչ մի բան չի կատարվում։ Անցյալ տարի Արևմուտքից Հայաստան կես միլիարդ դոլար է մտել աղանդավորական շարժումների ֆինանսավորելու համար։ Կես միլիարդ դոլար Հայաստանի բյուջեն 2 միլիարդ է։ Կես միլիարդ միայն ֆինանսավորել են աղանդներին, ինչու։ Որպեսզի կարողանան այդ ձեր նման բարի, ազնիվ, մաքուր, ինչու՞ չէ նաև միամիտ մարդկանց խաբել։ Երիտասարդական հավաքներ են կազմակերպում։ Չգիտեմ ինչ էր, հալելույա եւ այլն։ Ռոք երաժշտություն եւ այլն։ Տեսնում եք ուրեմն խաբելու ձևերը։ Իսկ ձրի թակարդը որտեղ է, ձրի պանիրը որտեղ է։ Թակարդը դարձյացա։ Այո, խնդրեմ։ Ո՞վ է մի հոգեր կա կարծում, հա։ Սիրով։ Երբ Քրիստոս գնաց եկեղեցի, տեսավ այնտեղ առևտուր այնտեղ առևտուր էին անում եւ նա ասաց, որ պետք չի իմ հոր տունը առևտրի կենտրոն դարձնել։ Այնտեղ խոսք կար 5 տակարանի մեջ, իմ տունս տուն աղոտքի կոչեցի, իսկ դուք դա վերածեցիք ավազակների այրի այր։ Հա, այսօր օրինակ եկեղեցիներում վաճառում են մոմեր։ Բրավո, հրաշալի։ Կարծում որ Աստծո խոսքին
հակառակը Կամ հետ նույն Շատ վրացական գեղեցիկ եկեղեցիներում հարցում էր, իսկապես տոնավաճառ։ սպասում էի հոգիս, որ այդ հարցումը տաս։ Նրանք տաճարում աղավնի էին վաճառում, դրամ էին փոխում, տարբեր տեսակի գործարքներ էին անում։ Այս պարագայում աղավնում վաճառքը որևէ առնչություն չուներ տաճարի հետ։ Լումայափոխությունը փոխել է, change այսինքն, որևէ առնչություն չուներ տաճարի հետ, և նրանք դանում են հենց տաճարի ներսում։ Այս պարագային մոմավառությունը ինչի հետ էր կապված։ Հովանու ավետարան 8-րդ գլուխ 12 համարի մեջ ասում է ես եմ լույս աշխարհի։ Պողոս Առաքյալը առաջին Կորինթացիների 6-րդ գլխի մեջ ասում է դուք բոլորդ Աստծո կենդանի տաճարներն եք, որովհետև ձեր մեջ ապրում է Աստծո կենդանի Սուրբ Հոգին։ Ուրեմն դու մտնում ես ուր, Աստծո տաճարը։ Ինչ ես վերցնում, մոմա։ Եվ ինչ ես տալիս, քո լուման ես տալիս, տաճարին։ Հրյաները, գիտեք օրինակ, եթե 10 միլիոն է շահում, 1 միլիոնը պետք է տաս ազգային տուրք, տաճարի տուրքը պետք է տաս, 10%-ը, 10-որդը։ Այսօր ձեզանից որևէ մեկը մեր առաքելական եկեղեցում 10-որդ տալիս է, ոչ։ Ուրեմն դուք ձեր օգնությունը ինչպես եք տալիս եկեղեցում։ Այդ ձևով։ Ձեզանից ոչ մեկը ավելի ոչ մի սանտիմ չի վերցնում, չի պահանջում։ Ուրեմն միակ օգնությունը, որ դուք կարող եք եկեղեցուն անել, դա է լույս ես վառում տաճարի մեջ, ինչ հավատքով, Տեր Աստվածը, ես լուսավորում եմ քո տաճարը, որպեսզի դու էլ քո լույսով լուսավորես իմ հոգու տաճարը։ Սա է ամբողջ իմաստը։ Ուրիշ ոչ մեկ բան։ Ես համաձայն կլինեի, եթե մեր ժողովուրդը հրյաների նման 10-որդ վճարեր իր եկեղեցում։ Օրինակ նայեք, դրսում Եվրոպայում մոմերը դրված են։ Ինչքան վերցնում ես, տեղեր կան, որ վաճառում են, մի եվրո, գոնե պիտի վճարես, վճարում ես, տեղեր կան, որ վառում ես, ինչքան սրտիցը բխում են, նվեր ես տալիս։ Մեր մոտ պարագակա, մարդը գնում սետ մի խուրց մոմ է առնում, հետո չգիտես ինչու մի հատ էլ սենց փաթաթում է այդ մոմերը ու դնում եկեղեցու մեջտեղը, մոմավառության։ Չես կարողանում հասկանալ, ինչու եղբայր այդ բոլորը։ Եթե ուզում ես ընտանեկան ավարես, վերցրու, ես իմ ընտանիքի համար, սա եղբորս ընտանիքի համար, սա քրոջս ընտանիքի համար, իմաստ պիտի լինի։ Նայեք, մենք խաչ ենք անում երեսներիս, առանց հասկանալու, ինչ ենք անում։ Ամենապարզ բանը, դա է կաթոլիկներից վերցրեց։ Քանի որ իսպանացի, արգենտինացի, բրազիլացի ֆուտբոլիստները խաչ են անում վերջում են, համբուրում են իրենց ձեռքը, իբրև թե Աստծո ձեռքն են համբուրում, հիմա մենք բոլորս խաչ ենք անում վերջում են, մատն են համբուրում, չգիտես ինչու։ Կամ նման։ Խաչը դա առաջին հերթին նշանակում էր ինքդ քեզ օրհնելը։ Հասկանում ես։ Առաջին շարժումը դեպի ուր էիր տանում։ Ճակատը։ Ինչ էր ճակատը։ Միտքը։ Դու Աստծուց օրհնություն էիր խնդրում, որ Աստված քեզ միտք տար։ Ինչու։ Հիշում եք Քրիստոսի խոսքը։ Ինչ որ բերանից ներս է մտնում, դա մեղք չէ։ Ինչ որ բերանից դուրս է գալիս, դա է մեղքը։ Որովհետև բերանից դուրս եկածը քո մտածումի արդյունքն է։ Չէ՞։ Դու ասում ես այն ինչ որ մտածում ես։ Ուրեմն լույսը միտք էիր խնդրում, միտք էիր խնդրում Աստծուց։ Հետո ուր էիք տանում մեր ձեռքը։ Կենտրոնը մարմնի։ Որն է դա։ Ստամոքսը։ Ինչու։ Բոլոր նյութափոխանակությունը որտեղ է կատարվում։ Ստամոքսի։ Խանգարվեց նյութափոխանակությունը, մարմինը անառողջ է։ Հիշում եք Հռոմեացիների խոսքը։ Առողջ հոգի, առողջ մարմնի մեջ։ Ուրեմն ես միտք էի խնդրում, առողջություն էի խնդրում Աստծուց։ Հետո ուր էի տանում ձեռքս, դեպի սիրտս։ Սիրտը ինչ է, խիղճը։ Եթե դու քրիստոնյա ես եւ խիղճ չունես,
Դա նշանակում էր անմարդկային է քո հնչությունը այլոց նկատի։ Հետո ձեռքս ուր էի տանում դեպի աջ, ինչ էր աջը, ուժը։ Ինչու են մարդիկ աջ ձեռքով իրար հետ բարևում, ցույց տալու համար, որ իր ձեռքին զենք չկա, ինքը եկել է խաղաղության համար։ Ուրեմն ուժս էի ցույց տալիս, միտք, առողջություն, խիղճ, ուժ եւ միացնում էի, այս բոլորը քեզ եմ ծառայեցնում, Տեր Աստված, հասկանում եք։ Այսինքն մենք պետք է իմանանք նույնիսկ խաչակնքելու իմաստը եւ խաչ անելու կերպը։ Մարդիկ կան միած այդ կիսատ պրատ ինչ-որ վիտելիացիոն շարժումներ են, չես հասկանում ինչու։ Մինչդեռ ամեն ինչը իր իմաստ ունեն։ Հետո մենք երբ որ խաչ ենք անում, նայեք ինչպես սուրբ երրորդություն, իսկ այս երկու մատը խորհրդանշում է Քրիստոսի երկու բնությունները, աստվածային եւ մարդկային։ Ուրեմն ամբողջ աստվածային ամբողջությամբ մենք օրհնում ենք ինքներս մեզ։ Այո։ Անընդհատ խոսում ենք առանձնահատկությունների առանձնահատկության զարգացմանը, դասական ֆինանսավորումը, իսկ պետությունը առաքելական եկեղեցում ֆինանսավորում է եւ ինչ է պատճառը, որ առանձնահատականները այդքան շատանում են Ուրեմն պետությունը չհասկացա, պետությունը ֆինանսավորում է եկեղեցում, որպեսզի իրենց պետությունը ինչպես կարող է ֆինանսավորել այդ պաշտոնապես պետությունը եւ եկեղեցին անջան Պետությունը դրա համար փող չի ստանում, ահանդավորական շարժումներն են ստանում, այդ գումարը, ոչ թե պետությունը նրանց օգնելու։ Այդ բոլորը փոխանցվում են օգնության անունով, չգիտեմ ինչի անունով, այս անունով, այն անունով, այդ գումարները գալ ներողություն։ Ես չէի կարող ասել հրյաներն Կամ ես պիտի չուզենայի, որ վերջնական ամեն ինչի հետևում հրյաներն են, չէի ուզենա ասել, բայց կան երևույթներ այն ուժերը, որոնք ուզում են օրինակ, այսօր Ուկրաինայում տագնովրայություն է, կարող ենք ասել հրյաներն են, քաղաքական շահ, հիմա վերջացնեմ իրեն, բայց այնտեղ մի օրիորդ հարցում էր բանարել, նրան է Ուրեմն, մեկ ուրիշ խնդիր էր կա, լավ, այս ուրեմն 3 հարցումին, որովհետև ժամանակս արդեն սպառնում է, ժամը 4 տեղ, ուրիշ տեղ պիտի գնամ ես։ Ուրեմն, եկեղեցին եւ պետությունը ուրիշ պրոբլեմներ ունեն։ Պետությունը, որպեսզի դեմոկրատիկ լինի եւ եվրոպական միությունների անդամների հետ կարողանա հարաբերվել, պետք է անպայման խղճի եւ խոսքի իրավունքին կարեւորություն տրվի։ Եթե դու այսօր որևէ կրոնական շարժման դեմ կտրուկ գործողություն ես կատարում, դու դառնում ես ոչ դեմոկրատիկ պետություն եւ քեզ այլևս եվրոպական այդ, ասենք, միության արտոնություններից զրկում է։ Եկեղեցին, հայ եկեղեցին, եթե անդամ է համաշխարհային եկեղեցիների խորհրդի, որի նախագահ ընտրվեց մեր հայոց կաթողիկոսը 8 տարվա համար, եթե դու նրանցից որևէ մեկի հետ հակառակում ես, նշանակում է դու եկեղեցիների համաշխարհային այդ խորհրդի օրենքները չես արվում։ Այնպես որ նուրբ խնդիրներ են այստեղ։ Ես կուզենայի այս պարագան ոչ թե սրան կամ նրան մեղադրել, այլ ինքներս մեզ մեղադրել, որովհետև եթե ես սրա կամ նրա ոչխարը չլինեմ, ոչ ոք իմ հովիվը չի կարող լինել։ Ահանդավորական շարժումների մեծ ծավալներությունների հետ կապված մի հարց ունեմ։ Վերջերս թերթում մի նյութ է կարդում, որտեղ մի աղջիկ պատմում է իր պատմությունը, թե ինչպես է հարել ահանդավորական շարժմանը։ Որոնք պատմում է, որ մի օրվա մեջ իր հետ մեծ ողբերգություն է պատահել, ավտորիտարիզմների հարազատները, փորձել է ինչ-որ ապաստանդներ եկեղեցում գնացել է հոգևորականի հետ խոսելու, սակայն շատ չոր վերաբերմունքի է արժանացել, նրան չեն ընդունել, սկզբից ասել են մեր ճաշի ժամն է, չգիտեմ ինչ, հետո երբ որ մոտեցել են, ինչ-որ խորհուրդ են տվել եւ ասել են գնա, մինչդեռ ինչ-որ ահանդավորական կազմակերպության հետ շատ ջերմ ընդունելության է արժանացել ու դարձել է ահանդավորական։ Ինչ կասեք սրա մասին? Ես կարծում դա շատ գեղեցիկ պրոպագանդայի հեքիաթ է։ Գրված էր այդպես թերթում։ Հոգիս ինչ-որ գրված է, դա դեռ չի նշանակում ճշմարտություն։ Բայց շատ ժամանակ հենց հոգևորականները ինչ-որ կներեք, բայց
պատահական ինչ-որ մարդիկ են հայտնվում եկեղեցիներում։ Ես չեմ կարող ասել բոլոր հոգևորականները սրբեր են, կան նրանց մեջ կան թե լավերը, թե վատերը։ Այսինքն Քրիստոսի աշակերտների մեջ կային Հուդաներ, կային Թովմասներ, կային Պետրոսներ, կային վախկոտներ, որոնք դրան թողեցին պատար, նույն բանը կա նաև հոգևորականների մեջ։ Բայց ամբողջ խնդիրը որտեղ է։ Հարցը մեկ ուրիշ տեղ։ Երբ որ դու մոտենում ես հոգևորականին միայն այն ժամանակ, երբ որ դու կարիքը ունես, սա արդեն շահարկում է նշանակում։ Դու պետք է միշտ հոգևորականի հետ քո կապը հաստատես, որ ինքը զգա դու իր անդամն ես։ Այլապես դու ցույց ես տալիս, ես քո կարիք ունեմ հիմա, որովհետև նեղության մեջ եմ, իսկ վաղ նեղությունից դուրս գալուց հետո դու ինձ այլևս պետք չես։ Ես դա զգացի, երբ Գերմանիայում պաշտոնավարում էի, Հայաստանից գալիս էին Գերմանիա, այնքան ժամանակ, քանի դեռ տեղ չունեին, ապահովված չէին, օգնության կարիք ունեին, գալիս էին համայնք, տեղավորվում էին, աշխատանք գտում էին, վերջացավ, այլևս երեսները չէիր տեսնում նրանց։ Հասկանում եք սա խնդիրը որտեղ։ Հետո մի մոռացեք մի բան, ամեն մեկ նոր շարժում շահագրգռված է մարդկանց գրավելու։ Մենք կարիք չունենք աղանդներին համեմատելու այն եկեղեցու հետ, որ 1700 տարի արդեն իր գործը կատարել է և միսիոն ունի, կոչում ունի։ Նրանք գալիս են քեզ խլելու։ Այս մեր եկեղեցին ասում է, դու մերն ես, հիմա, մի հատ ֆրանսացի կին գա քեզ ասի, գիտես ես եմ քո մաման։ Պուպուշի, Յոխարկով, խեղճ մամատ է, համես, իր հայկական պարզակություններով, գնաս նրա իրտերի, տեսնում ես, այս է, ներողություն, Քրիստոնեությունն էլ նույն առաքելություն չգիտե, գործողություն չկա դա ցեթարոսությունից խլելով մարդկանց։ Դե ուրեմն քրիստոնյաներն էլ են ժամանակ կարողացան իրենք մարդկանց ինչ-որ ձև համոզել և բերել իրենց կողմը։ Բայց այսօր Պատանյա բարով չեղավ է տանցում ու քրիստոնեություն։ Ինչ անավարով է։ Մի քանի հարցեր եք տալի, դիգներում պատասխան։ Բայց այս օրիորդը հարցում ուներ և կարծեմ ով ուներ մենք հետ մի հոգեր կար։ Հա, դու էիք և վերջինը ուրեմն դու ես, որովհետև պիտի գնալ, լսում եմ։ Հայ կոմիտես իմ հարցը վերաբերում է եկեղեցին որպես հասարակական կարծիք ձևավորող կառույց այսօր։ Օրինակ մենք տեսնում ենք Կիևի Մայդանում և ժողովրդի դուրսադրած ինչ-որ բանի դեմ պայքարելու շատ հոգևորականներ միանում են դրան։ Իսկ Հայաստանում բացի գենդերային օրենքից դեռ հոգևորականներ ասպարեզում չեն երևում, թեկուզ որպես խաղաղարարներ, ոչ թե ինչ-որ մեկի կողմ կամ ինչ-որ մեկի դեմ։ Ինչու՞։ Ուրեմն եկեղեցին է բոլոր հայերի, չէ՞։ Ես չեմ կարող ասել, ես ՀՀՇ-ի եկեղեցին եմ, մյուսը ԲՀԿ-ի եկեղեցին է, այն մյուսն էլ ՀՀԿ-ի եկեղեցին է։ Եթե ես կանգնում եմ ԲՀԿ-ի կողքին, դառնում եմ մնացյալի թշնամի։ Եթե ես կանգնում եմ ՀՀԿ-ի կողքին, դառնում եմ մյուսների թշնամի։ Ուսակցությունների կողքի մի կանգնեք, ժողովուրդ չկա, սիրելիս։ Ժողովուրդը ինքը անդեմ է։ Կա Ռաֆի Հովհաննեսյան, որի կողքին կանգնում է ժողովուրդը, կա Հայրիկյան, որի կողքին կանգնում է ժողովուրդը, կա Ծառուկյան, որի կողքին կանգնում է ժողովուրդը, Սերժ Սարգսյան, որի կողքին, ում կողքին կանգնի եկեղեցին։ Նայեք, ներողություն, եկեղեցին Սերժի կողքին չի կանգնում, եկեղեցին կանգնում է Հայաստանի Հանրապետության նախագահի կողքին, սրանք տարբեր բաներ։ Եթե դա դու պիտի որոշես։ Եթե 5000-ը վերցնում ես և թաքցնում ես բերանի, դե խնդիրը այդտեղից է գալիս, որ ուրեմն եկեղեցին չի կարող ոչինչ անել։ Մի բան ասեմ, էլի, ոչ բոլորն են մեղավոր, որ 5000-ը ոչ բոլորն են կաշառում։ Եթե վերստին որոշված է, որ պետք է Սերժ Սարգսյանը դառնա նախագահ, 5000 դրամ ուղղակի վաճառ, 5000 դրամ ուղղակի տալիս է, որ ես ասեմ, տեսեք, մենք կաշառք ենք ուտել, իրանք վերցնեն
Աշակը մենք իրանց գրել ենք, երբ ուղղակիներ վերջիններ, դեսինային։ Շատ լավ։ Ուրեմն տեսնում են բավականին ոչ Նա ես վերջեցի, բայց իրանց Հիմա ես արդեն համալսարանում եմ գալիս եւ գամանջամ ես այցում։ Որտե՞ղ է Սաշա։ Որտե՞ղ ես այդտեղ մնամ, ես հիմա կգամ կգործնեմ։ Շատ լավ, ուրեմն հարցերը շատ են։ Ինչ եք կարծում, եթե կառավարությունը չի կարողանում շատ հարցերին լուծում տալ։ Ես խեղճ ու դրակ վարդապետը կարող եմ շատ հարցերին Պատմության ընթացքում շատ հաճախ մարդիկ օգնություն ցանկացել են երկրորդ որականներից ցանակ անցնել ուրեմն այդ ժամանակ մարդիկ ոչ թե եկեղեցում փնտրում էին, ինչպես օրիորդ ասեց, նեղության ժամանակ, այլ իրենք ապրում էին եկեղեցիով։ Իրենց համար եկեղեցին ամեն ինչ էր։ Ինչու մենք ջարդերից հետո չվերացանք, որովհետև հավատքը պահեց մեզ, մեր եկեղեցին, ինչու 1045-ին Անի Բագրատունյաց դինաստիան կորցնելուց, թագավորությունը կորցնելուց հետո չկորանք, որովհետև հավատք ունեցանք ինք։ Այսօր մենք այդ հավատքն ենք կորցրել։ Այսօր հայ ժողովրդի կապը եկեղեցու հետ միայն երևութական է, գնանք մոմ վառելու իմաստով։ Եկեղեցին դարձել է մոմավառության տեղ, եկեղեցին պիտի լինի սրբություն սրբոցը, պիտի լինի գոյատևման հենարանը, ինչպես հրյաների համար։ Այդ ժամանակ միասնականությունը կզգացվի, այլապես մենք նման ենք գիտես ինչի, օգտագործում են քեզ, հետո նեպտում են աղբամանը, որ իրենք նստեն գահին և իրենց անելիքը անեն։ Մարդուն պետք է փոխես, ոչ թե ղեկավարին պետք է փոխես։ Մեզ այսօր մարդու մենտալիտեն պետք է փոխենք Հայաստանում։ Երբ որ շուկա ես մտնում, աչքերիդ մեջ նայելով խնձոր վաճառողը 1 կիլոյի փոխարեն քեզ 900 գրամ է տալիս 800 գրամ, նրան պիտի փոխես։ Երբ որ գնում ես բենզինի հորը սարև, մորը սարևով 10 լիտրը փոխարեն քեզ 9 լիտր է տալիս, նրան պիտի փոխես, որովհետև նա դաստիարակում է իր տղային այնպես, որ նա պաշտոնի դռնալուց հետո դառնում է տականք ազգային։ Այստեղ է ամբողջ։ Մարդուն ձևավորի, դաստիարակելուց է գալիս։